Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել հանցավոր գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց վերաբերյալ, որոնք նախնական համաձայնությամբ եւ դերերի հստակ բաշխմամբ միմյանց գործողությունները փոխլրացնելով համացանցային զանգերի միջոցով իրականացնում էին լայնամասշտաբ հափշտակություններ։ Ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա նախաքննական մարմին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 9-ին քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի եւ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունների ծառայողները համատեղ խուզարկություն են իրականացրել Երևանի Դավթաշեն թաղամասի առանձնատներից մեկում։ Հատկանշական է, որ հանցավոր խումբը նախապես կառուցել էր պաշտպանական յուրօրինակ համակարգ։ Տարածքը կահավորված էր արտաքին տեսահսկման սարքերով, որոնց միջոցով իրավապահներին նկատելուն պես նախատեսված էր վայրկյանների ընթացքում հոսանքազրկել շինությունը, այդպիսով ջնջելով կամ անհասանելի դարձնելով հանցավոր գործունեության բոլոր թվային հետքերը։ Իրավապահների արագ ու հմուտ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել նախաքննության համար առանցքային նշանակություն ունեցող թվային ապացույցների ոչնչացումը։ Հանցավոր խմբի կողմից համացանցում ստեղծվել էին կեղծ կայքեր, որոնք քաղաքացիներին առաջարկում էին ներդրումներ կատարել հատկապես կրիպտոակտիվների ոլորտում, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն էին հայտնում եւ հետաքրքրված էին այդպիսի հարթակներում ներդրումներ անելուց, թողում էին իրենց կոնտակտային տվյալները, այնուհետև հանցավոր խմբի կողմից ստեղծվում էր կեղծ հաշիվներ եւ այդ կեղծ հաշիվների մուտքանունները տրամադրում էին քաղաքացիներին եւ այդ կեղծ հաշիվներում մուտքագրում էին գոյություն չունեցող զրոյական արժեք ունեցող կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկատվություններ եւ պատրանք էին ստեղծվում, թե տվյալ ներդրում կատարող անձինք ունեն վաստակած որոշակի գումարներ, այսինքն հաջողությամբ ներդրում են կատարել, սակայն վերջնարդյունքում վերջիններս ամբողջապես հափշտակում էին այդ ներդրված գումարը։ Եվ այսպես իրավապահների տեսադաշտում հայտնված 14 անձից բաղկացած խումբը գործել էր կազմակերպված եւ հստակ պլանավորված հանցավոր սխեմայով։ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խմբի անդամները վարձակալել են առանձնատուն, աննկատ մնալու համար իրականացրել ներքին լուսավորության քողարկման հատուկ աշխատանքներ եւ տարածքը կահավորել ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու կապի միջոցներով։ Գործողությունների առանցքում airdrops կամ մեթոդիկ կիրառումներ, մասնավորապես ստեղծելով կեղծ ներդրումային հարթակ, հմտորեն թաքցնելով իրենց ինքնությունը, նրանք հանդես են եկել կեղծանուններով, օգտագործելով հաղորդակցման հմտություններ եւ տիրապետելով մի քանի օտար լեզուների, նրանք թիրախավորել են օտարերկրյա քաղաքացիների, տրամադրելով կեղծ տեղեկություններ կրիպտոակտիվների շուկայում իբր բարձր եկամտաբերություն ապահովող ներդրումների վերաբերյալ, ինչի արդյունքում իրականացրել են խոշորամասշտաբ հափշտակություններ։ Ըստ ստացված նախնական տվյալների վերջիններս հանցավոր զանգերի կենտրոն ունեին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, նաև ունեն զանգերի կենտրոն տեղակայված օտարերկրյա այլ պետությունում եւ ներկայումս մենք տվյալ երկրի իրավապահ մարմինների հետ աշխատում ենք։ Այս զանգերի կենտրոնի աշխատակիցները, այսպես ասած, թիրախավորել են ոչ միայն մեկ երկրի քաղաքացիներ, այլ բազմաթիվ երկրների քաղաքացիներ, իսկ հասցված ֆինանսական վնասները բավականին մեծ են եւ ներկայումս աշխատանքներ են իրականացնում մեր միջազգային գործընկերների հետ, պարզելու թե ինչ ծավալների ֆինանսական վնասներ են վերջիններս հասցրել քաղաքացիներին։ Իրականացվում են անհրաժեշտ վարույթային գործողություններ հանցավոր սխեմայի մանրամասները եւ դերակատարների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։